Միացյալ Նահանգներում ծնված եւ տասնյակ երկրներ այցելած Մոնթե Մելքոնյանը Արցախ եկավ հայրենիքի համար ամենաճակատագրական պահին։ Ճակատագիրը նրան Մարտունի բերեց։ 8 լեզվի տիրապետող հնագիտության պրոֆեսորը ստիպված էր 9-րդն էլ սովորել մարտունեցիներին հասկանալու եւ նրանց հասկանալի լինելու համար։ Այսօր մարտունեցիներից յուրաքանչյուրի սրտում եւ հուշերում հերոսը իր պատվավոր տեղն ունի։ Լեգենդն ու իրականությունը խառնվել են իրար։ Եթե արդեն սկսալ են այդ գրադը պենը խփելը միշտ հրցրալ ենք ավոն ստղա, վերստղալալ ժողովուրդը արդեն վխծալ չն։ Ավույց ես հիշեմ իմ բանը, որ ավոն ասալա զինվորը չպետք է ձերքերը լվանա հետո հաճտի։ Զինվորը իրավունք չունի ձերքերը լվանա, զինվորի ժամանակ չունի ձերքերը լվանա հետո հաճտի։ Զարմանալի մարդ էր, ուրախանում էր, երբ հակառակորդը նոր տեխնիկա էր ստանում, վստահ էր, որ այն վաղ թե ուշ հայերին է ծառայելու, եւ դեպքերի հիմնական մասում այդպես էլ լինում էր։ Ավոն Մարտունի էր եկել իր գաղափարներով ու իր չգրված, բայց դարերի փորձություն անցած օրենքներով։ Մարտական ընկերները նրա ռազմական հմտություններից առաջ մարդկային հատկանիշներն են կարևորում։ Գաղափարները առաջի հայացքից թվում էր հեքիաթային, բայց մի քիչ որ խոսում էր, դառնում էր քո սեփականը։ Դու վարակվում էիր այդ գաղափարներով եւ վերջ։ Իր հետևից գնում էին ոչ թե նրա համար, որ ինքը հրամանատարն էր, այլ նրա համար, որ իրան հավատում էին, հարգում ու սիրում էին։ Ժողովուրդը, որ նվիրվեց Ավոյին, հենց ազնվությանը նվիրվեց։ Ոչ նրա մեծ ռազմական տաղանդին, ոչ նրա Ամերիկայից գալուն, ոչ նրա լեզուները իմանալուն, ոչ քաջարի կռվողը էր դրա համար, ոչ, հենց ազնվության Ավոյի ազնվության նվիրվեց ժողովուրդը։ Ազնվությունը հերոսանալու պայմաններից մեկն էր, արդեն 20-ամյա հեռավորությունից հիշում է Ավոյի մարտական ընկերը, իսկ հերոս դառնալու Ավոյի թողած բանաձևը զարմանալու աստիճան պարզ էր, ընդամենը 3 քայլ։ Հերոս դառնալը հավասար է, նորմալ մարդ, գումարած։ Երկրորդ պայմանը դա ազնվությունն է Ավոյի մոտ, այսինքն պետք է մարդ լինի ազնիվ, այ Ավոյի մոտ դա կատարյալ էր։ Եվ երրորդ հիմնական պայմանը դա կամքն է, որ ինքդ պետք է կամք ունենաս, ինչ որ որոշել ես, անպայման կատարես։ Քչերին է հաջողվել մահվան չափ պարզ այդ բանաձևը կյանքում կիրառել, Ավոն այդ եզակիներից էր, առավել քչերին է հաջողվել հերոսանալ, ժողովրդի անմնացորդ սիրուն արժանանալ եւ դրանով իսկ խանդի նախանձի առիթ չտալ։ Այդ մարդուն խանդելու ոչինչ չկար, այդ մարդուն գիշեր-ցերեկ չարչարվում էր։ Սոված, ծարավ, այսպես ասած թագավորական կյանք չեր անում, ամենաընտիր շորերը Իրանը չէր, ճողոտած շորերով, գիշեր-ցերեկ չարչարվելուց, շաբաթվա օրերի կեսը սոված, նրան ինչին խանդեիր, ինչին նախանձեիր։ Եթե խանդեր, պետք է խանդեր կինը, Սեդան, խանդեր հայրենիքին, ում սիրո համար Ավոն այդպես էլ չհասցրեց սեփական օջախն ունենալու բերկրանք հավայելել, չէ՞ որ շատերի կարծիքով Ավոյի առաջին սերը հենց հայրենիքն էր։ Գիտեք, իր նամակներում ինքը այդպես չի ասում։ Իր նամակներում ինքը միշտ այդ երկուսն է միասին դնում։ Եվ նույնիսկ դե մենք բնականաբար ինքը ընդհատակում էր, ես Հայաստանում էի, խորհրդային Հայաստանում էի սովորում, հետո ինքը փանդում էր, ես դեռ խորհրդային Հայաստանում էի սովորում եւ հետեւաբար դեմ արդեն մենք երբեք չենք կարողացել արտահայտվել սկզբում։ Ինքը ինձ հերախոսով է ասել, որ սիրում է ինձ, որովհետեւ կարծում էր պիտի սպանվի շուտով դրա համար։ Իսկ հետո ստիպված էր նամակներով բացատրել իր զգացմունքների մասին։ Ու այդ նամակներում ասում է, որ ինձ համար երկու շատ կարևոր եւ հավասար բաներ կան. իմ հայրենիքն ու աշխատանքը եւ դու։ Տասնամյակները ոչ սերն են ջնջել եւ ոչ էլ կորստի ցավը մեղմել, Մոնթեի մահվան 20-րդ տարելիցին Սեդան կրկին Արցախում էր։ Ես հասկացել եմ, որ չէ, հիմա նորից 20 տարի հետո արդեն ջերմակող, սպիտակող մազերով եկել եմ ու նույնչափ կարոտում եմ ես իրեն։ Կարոտում են բոլորը, Մարտունիում այդ կարոտը յուրովի է արտահայտվում, տղաներին շատերն են շարունակում Մոնթե կամ Ավո անվանակոչել, կարոտում են ընկերները, դեռ շատ գործ կար, Ավոն Արցախում հաղթելը միայն սկիզբն էր համարում։ Ինձ գսեր բեկի անպայման առաջ ետանք, քուրան ետանք, մեր սաղմանին են ունդեղ, չի գրծավ լմնցուներ իր բայկարը, աս նոր զինվոները, անոնք բեկի մդածեն, մեր խոյրը նորեն կրավեն, Սակայն մինչև ծովից ծով Հայաստանին հասնելը ունեցածը պահել էր պետք, անգամ մահից հետո Ավոն զգոնության կոչ է անում։ Ավոյի նահատակվելու վայրն է։ Մահից հետո էլ հերոսը հավատարիմ մնաց ինքն իրեն, համեստ ինչպես կենթանության օրոք էր։ Մի հասարակ խաչքար, մի քանի ծաղիկներ, որոնք պաշտպանելու համար անգամ ցանկապատ չի անհրաժեշտ։
Թողեց նաև մի բարձ ճշմարտություն արդիական անգամ մեր օրերում. եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Նորեր Հովսեփյան, Հովիկ Առաքելյան, օր։